Ես կարծում եմ եւ պարոն վարչապետը եւ կառավարության անդամները այս բարակայում իրենց զբաղվում են ոչ համարժեք։ Այն է նախ այն հիմնավորումները, որ թանկացումները հիմնավորված են, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, առաջինը։ Երկրորդ ասել, որ չեղարկելու հնարավորություն չկա, դա էլ կարծում եմ ճիշտ չէ։ Եվ շատ կարևոր է այսօր հանրապետության նախագահի խոսքը եւ չեմ էլ կասկածում, որ կազմակերպիչները հիմնականում սպասում են նախագահի խոսքին։ Այլապես հանձնաժողովը միշտ հնարավորություն կարող է ճարել եւ չեղարկել այն որոշումը, որ կայացրել է ինքը։ Կարող են նոր ստուգումներ, աուդիտ նշանակել, որպեսզի ավելի խորքային ստուգումներ տեղի ունենան էլեկտրոցանցերում, կարողանան հիմնավորել այն հավելյալ ոչ օրինական ծախսերը, որ կատարվել է այդ հիմնարկում եւ դրա հիման վրա նոր որոշում կայացնել։ Չի բացառում, որ այդ ստուգումների արդյունքում ոչ թե արժեքը բարձրացնեն, այլ ընդհակառակը իջեցնեն։ Մնացած բոլոր ելույթները, ասածները ցավոք սրտի հիմնվում են այն զեկույցների վրա, որ իրանց ստորադասները Բայց սպառնալիք էլ կար, կարծես թե ասում էին կկրկնվեն հովարային տարիներ, ակնարկում էին այդ մասին, հովարային անջատումների տարիների մասին էին ակնարկում։ Ավելի լավ կլինի կառավարության անդամները իրենց հովարային անջատումների մասին մտածեն, անձնական հովարային անջատումների, որտեղ եթե սկսվեն նման անջատումներ, իրանց հետ էլ այդ հովարային անջատումները տեղի կունենան։ Ես կարծում եմ նույնիսկ կրկնում են մարդիկ, ովքեր արդեն տասնյակ տարիներ գտնվում են ինչ-որ տարբեր պաշտոններում, ընդ որում ղեկավար պաշտոններում եւ բոլոր տեղերում ձախողելուց նորից պաշտոններ են ստանձնում։ Իրանց համար ձախողումը միշտ առաջընթաց է։ Եվ հիմա էլ իրանց թվում է, թե հովարային անջատումներ եթե սկսվեն, ուրեմն դրա ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը իրանց վրա է բարդվելու։ Եվ այն պարտքերը, որ կուտակում է պետությունը, եւ այն բյուջետային ոչ մուտքերը, որ իրենց մեղքով տեղի չի ունենում, դրանք ամբողջը կառավարության վերահսկողության ղեկավարության տակ է։ Իրենք իրենց պարտականությունները չեն կարողանում կատարել, այդ ընթացքում զբաղված են թալանով, ամեն մեկը իր բնակավարում, եւ հիմա հանկարծ չգիտեք ինչու իրանց մեղքերի ու սխալների համար ժողովրդին վախեցնում են, որ հովարային անջատումներ տեղի կունենան։ Նշանակում է իրանք շատ լավ մտածեն, որ այդ հովարային անջատումների հենց առաջին, փորձի պարագայում ինչ տեղի կունենա կառավարության հետ։ Այն ցույց է այն շարժումը, որ շատ խաղաղ է, շատ հանգիստ է եւ մարդիկ շատ օրինական պահանջ են ներկայացնում այն մարմնին, որը ժամանակին ստիպված է ձեռնարկել գործողությունները, որի արդյունքում մենք չհասնեինք այսօրը, հանկարծ այսօր սպառնում էին ժողովրդին, որից իբրև թե մանդատ ունի, լիազորություն ունի որոշակի բաներ արտահայտելու, առավելևս ժողովրդին վախեցնելու, պետք չի ժողովրդին վախեցնել։ Հարկավոր ուղղակի ամեն մեկը ձեր տեղը աշխատեք, ձեր դղյակները, որ այսօր հենց պարոն վարչապետը մյուսները կառուցել են մանումենտի այգով, որոնց մեծությունը ազգային ժողովի շենքից ավելի մեծ է, թող վաճառեն այդ գումարները, եթե գտնում են, որ պարտքը հիմնավոր է, տան դրա փոխարեն։ Իսկ հասարակ քաղաքացին Հայաստանի Հանրապետության, ոսր օրվա հացի խնդիր ունի, 100 դրամը իր համար 100 դրամ է, ուզում են նրա գրպանից նորից այդ գումարները տանել։ Պարոն Իսագուլյան, այստեղ տեղի ունեցող իրադարձությունները աշխարհի ուշադրության կենտրոնում են նաև, լրատվամիջոցները տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս, մենք սրանով աշխարհին ինչ ենք ցույց տալիս, որովհետև ի վերջո երեք արդեն մամուլում սկսեցին հնչել այնպիսի մեկնաբանություններ, որ Երևանում դեմ են Մայդանի այդ համեմատություններին, այսինքն մեր հասարակությունը կարողանում է թելադրել իր տեսակետը եւ չի թողնում, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկեն տեղի ունեցող դեպքերը այստեղ։ Ընդհանրապես որևէ զուգահեռ Մայդանի հետ չի կարելի։ Այն ինչ տեղի է ունեցել Վրաստանում, Ուկրաինայում, բացարձակ կապ չունի այն երևույթների հետ, ինչ տեղի են ունենում Հայաստանում։ Ոչ մի գունավոր հեղափոխության ոչ նախանշան կա, ոչ էլ կազմակերպիչները նման ցանկություն ունեն։ Սա Հայաստանում առաջացած սոցիալական խնդիրներից մեկի վերաբերյալ մարդկանց բողոքի արտահայտումն է, եւ իմիջայլոց ասենք կան որոշակի տեղեկատվություններ այն մասին, որ շատերը փորձ են արել, նույնիսկ արտաքին ուժեր որոշակի ազդեցություն միջամտություն ունենան այս շարժմանը, տղաները իրանք բացարձակ մերժել են եւ այն, որ ասում են սա մեր խնդիրն է եւ մենք պիտի լուծենք, ես վստահ եմ, որ դա շատ ազնիվ ու անկեղծ է։ Հայաստանում կախված է շարժման հետ առաջացնել հակառուսական տրամադրություններ, ցավոք սրտի ռուսական մամուլը շատ սխալ է մեկնաբանում այն երևույթները, ինչ տեղի են ունենում Հայաստանում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ Հայաստանյան իշխանությունների մեղքն էլ չկա, նրանց սխալ ինֆորմացիա է տրվում,
Բայց միևնույն է, ես երեկվանից նկատվում է, որ նրանց մոտ էլ է տեղի ունենում փոփոխություն, ոչ էլ այստեղ հակաարևմտյան ուժեր կան, կամ արևմտամետ ուժերը որոշակի ազդեցություն ունեն։ Սա հայ քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, երիտասարդները իրենց ձայնն են բարձրացրել եւ ի պատիվ իրենց կարողանում են շատ լավ կազմակերպել։ Ի պատիվ նաև մեր ոստիկանության այսօր, ես 2 օր 3 օր այստեղ եմ, առաջի օրվա այդ կոշտությունից հետո բավականին լավ ուրեմն հարաբերություններ են ստեղծվել, կարողանում են միմյանց հետ ուրեմն լեզու գտնել եւ նույնիսկ որոշ սադրանքներ հենց տեղում կանխվում է։ Շատ կարեւոր հանգամանք է, ես կուզենայի բոլորին հանգստացնել, հավատացեք, ստեղ որևէ մայնդան չկա։ Ստեղ որևէ հակատրամադրություններ կամ մեծ տրամադրություններ գոյություն չունեն։ Ստեղ կա սոցիալական խնդիր, որի համար բարձրացել է երիտասարդությունը, նրանց միացել են Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները եւ իշխանավորներից պահանջվում է ուղղակի մեկ բան՝ ճիշտ գնահատել իրավիճակը, վերանայել այն որոշումը, որ հավատացեք, չգիտեմ սեփականատիրոջը ինչ է տալու, բայց Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացուն ոչինչ չի տալու։ Սա է ամենակարևորը եւ շատ լավ կլինի, որ Հանրապետության նախագահան հաշվի առնելով բոլոր կարծիքները իր խոսքը ասի այս հարցի հետ կապված, իսկ այդ պարագայում հանձնաժողովը ձև գտնի նորից վերադառնալ նախնական զրոյական վիճակին, նշանակել աուդիտ համապատասխան հիմնարկում, կատարել լուրջ ստուգումներ, փափանցիկ ստուգումներ, որտեղ նաև հասարակությունը ինքը կմասնակցի եւ այդ ստուգումների հիման վրա ես չեմ էլ կասկածում, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի գինը ավելի նվազեցնել, քան կա այսօր։